Բարև ձեզ, Փակ TV-ն շարունակում է իր ուղին միացումները Երևանյան տաղավարի հետ եւ պիտի ասեմ, որ մենք այսօր իսկապես ավելի այսպես ծանրաբեռնված տարբերակով ենք աշխատում, քանի որ ինձ հուշեցին, որ կապը կա ոչ միայն Երևանյան տաղավարի հետ, այլ կապ ենք հաստատել նաեւ Միացյալ Նահանգներում գտնվող ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, նախ ինչպես եք։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, լավ եմ, դուք ոնց եք, միասեք տնակ մի հասկանանք, մեր վիճակը լավ է, նորմալ է, ինձ հետաքրքրում է ձեր առողջական վիճակը, ոնց է եւ երբ եք դուք վերադառնալու Երևան, միացել եք մեզ ասեք, դրանցի մասին մենք աստիճանաբար կանդրադառնանք։ Շնորհակալություն, ես նույնպես լավ եմ եւ հերթական կապի համար նույնպես ուրախ եմ։ Իհարկե աշխատում եմ որքան հնարավոր է շուտ վերադառնալ Հայաստան, որտեղ դա շատ կարեւոր է։ Կուզենայի, որ դուք էլ հետևեք իմ օրինակին, շուտ գայիք Հայաստան, որտեղ ահագին ծրագրեր կան, անելիքներ, որ պիտի իրականացվեն։ Ասացեք, խնդրեմ, դուք հավանաբար տեղյակ եք, չէ՞, ժողովրդական խոսք ասում մարդ պիտի աշխատի որքան կարելի է հեռու մնա հիվանդանոցների կամ էլ բանտերի դռներից։ Դե տեսնում եք, այնպես է ստացվել, որ ես հիվանդանոցների դռների առջև եմ, դուք էլ բանտի, բայց դա չի խանգարում, որ մենք լավատեսորեն սպասենք մեր վերադարձին։ Պարոն Ղուկասյան, ձեզ ասեմ, որ հայոց բանակի տոնի կապակցությամբ ձեր շնորհական ուղերձը մեծ լայն արձագանք է գտել մեր ունկնդիրների շրջանում եւ այն բավականին այսպես լայնորեն լուսաբանեցին նաեւ քաղաքական շրջանակները։ Դուք ձեր այդ ուղերձում ասում եք, որ հայ զինվորը, հայ սպան պիտի հնարավորինս լավ ապրի, լավ աշխատավարձ ստանա։ Ինչու եք դա բացատրում, ինչու ասենք բժիշկները, գիտնականները, մանկավարժները կամ այլ մասնագիտության տերմարտիկ պիտի ավելի քիչ ստանան, քան զինվորն ու հայ սպան։ Շնորհակալություն, որ դրել եք, ասպես ասած, մանրակրկիտ ուսումնասիրել եք, ինձ կողքից էլ ասեցին, որ իմ բանակին ուղղաշորավորանքը մեծ արձագանք է գտել, դա բնական է, որովհետև ես բանակի մարդ եմ, ի տարբերություն մյուս քաղաքական գործիչների կամ ղեկավարների, որոնք որ բանակ չեն ծառայել, ոչ թե մենակ իրենք չեն ծառայել, այլ իրենց ժառանգները չեն ծառայել, ամեն ինչ արել են, որ չծառայեն։ Եթե անգամ գնացել են բանակ, թուղթ թանակով իրականում այն ոչ ժողովրդական լեզվով ասում են, լրացրել են տանը։ Սպան դա էլիտա է, սպան դա պետության դեմքն է։ Այո, ես ոչ մի վատ բան չունեմ բժիշկների եւ գիտնականների դեմ, իմ երկրորդ ներողություն, իմ առաջին մասնագիտական կրթությունը դա բժշկական է, բայց սպանա երկրի դեմքը, երկիրը ճանաչում են բանակով, երկիր նկատմամբ հաշվի նստում բանակով, նոր տնտեսությամբ, միանշանակ այդպես է, եւ զինվորականները պիտի ստանան առանձնավորապես վերաբերմունք, ոչ թե զինվորական համազգեստը շինեն, չգիտեմ, գոմ մտնելու աշխատելու շորձ, գազի զապրավկեքում չվոր, չգիտեմ, բանվորի շորժ, դրության վրա բանվորի շորժ, սպային շինեն չուլ, զինվորը բանակը դառնա միայն չունևորի համար, եթե փող չունես գնա բանակ, եթե փող ունես դու ազատվի, դա սոցիալական արդարություն չի, եւ զինվորականը պիտի ստանա առանձնավորապես աշխատավարձ, սպան, նամանավանդ, սպա, ենթասպա եւ այլն։ Ու պետությունը դրա հետ կապված պիտի անի ամեն ինչ, այս կոռուպցիոն վինտիլները, որ փակվեն պետության մեջ, որը որ կա գոյություն ունի, որը մենք մեր հաղորդումների ժամանակ բազմաթիվ բացահայտումներով անդրադարձել ենք։ Տեսեք, այս իշխանությունը 8 տարի վեր անկած, 8-7, ինչ է հետ բերել, ինչն է պետականացրել, ինչն է հետ բերել, սրանից եկալ է իա, ոչ ոք քպականին է տվել, նրանից եկալ է, չգիտեմ, թուրքերին է տվել, ինչն է պետականացրել, Ռոբերտ Քոչարյանի կարողություններից ինչն է պետականացվել, ինչն է հետ վերադարձել պետությանը, Սերժ Սարգսյանի մասին առհասարակ չեմ խոսում, մի արդար, մեր սուրբ մարդ, աղշակի հետ կապված միլիոնավոր դոլարների կարողություն, որի հետևից գնացին, որը պետականացրին, Վլադիմիր Գասպարյան, նորից մենք բան չունենք, չանադառնանք, հա, այսինքն մենք միջոցներ ունենք,
Հայաստանը միջոցներ ունի, եթե վինտիլները փակվեն կոռուպցիոն, այդ միջոցները լիքն են։ Մենք բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք այդ կոռուպցիոն սխեմաներին բանակին, պատրոն Դավիթ ինչ գրողուց էր ցաղեց։ Ինչ արեցին, ոչ չի բան, ինչ էս բերին պատրոն Դավիթից դեռ։ Կարող է 10 միլիոնավոր դոլարներ վեկարան들ին իհարկե, որ պատրոն Դավիթ գնա ֆրա, ու դες լիքը դեպք էր։ Ճուստի թեմա բանացել որտեղից այդ միջոցները լիքն են։ 8 տարի է իմ հաղորդումը որ գրում այդ միջոցները ցույց է տալիս։ Այդ որտեղից, ոնց, ինչ եւ այլն։ Հասկանում եք, իսկ ինչ վերաբերում է սպաներին եւ նամանավան զինվորներին, բանակը պիտի լինի առաջնահերթություն։ Մենք այսօր տենում ենք եվրոպական երկրները, որոնք որ խոսում էին տնտեսությունից, այսօր Գերմանիայի նման պետությունը ու Ֆրանսիայի նման պետությունը ասում է, չէ, մեզի բանակը պետք է իած ամբողջ պետության բյուջի գերակա շուրմասը սկսել են ուղղել բանակ, եվրոպական միացյալ բանակ ստեղծելով, որտեղ հասկացան այդ ՆԱՏՕ-ն էլ ասում։ Если չգիտեմ մեկ այլ մեկը, այդ չասենք ոնց, կդնի вообще կավիրի ՆԱՏՕ-ն։ Այսինքն պետությունները այսօր զգում որ իրանք ապահով չեն, Ֆրանսիան, որը մի չկա, զենք ունի, այսօր ինքը զգում որ ինքը ապահով վիճակում չի, նույնիսկ Գերմանիան, նույնիսկ Անգլիան, Շվեդիան, ասում են Դանիան, այդ անտու Գրենլանդիան, տոպիտած Գրենլանդիա, եւ ախր մեզի կան կասեն, էսի դու այսինքն վաղավոն այս շվանից ծավալեցում են, վաղուց ասում են, էսի դու ինի դու Երևանը մենա, Սևանը մենա, տնտեսությամբ պիտի դրած դեն նարես, իհարկե ոչ, բանակով, չունես այդ բանակ ես կհոսոպեն։ Այսօր որ այս իշխանությունը դրած բանակն ավելում է նախկինների հետ միասին, պարլամենտում նստածների հետ միասին, ինչի համար ավելում, որ առանց Էմոնասան մի հատ չխքի վեկալեն և տել է թուրքերի, որ արդեն տվել են և պրոսեսը շարունակում է։ Եվ դրա դեմ առնողը նորից մնում է բանակն ու ամեն հայոց Վարդան Ղուկասյանը։ Էլի չասեմ, սա եմ ասում, ոչ տանջար։ Ասեք հաջորդ ասել։ Պարոն Ղուկասյան, Փակտիվին տված հարցազրույցներից մեկում դուք ասացիք, ինչու եթե ադրբեջանցին կարող է անկաշկանդ անարգել, տեղաշարժվել Հայաստանի տարածքով, խոսելով Զանգեզուրի միջանցքի մասին, ապա հայ մարդը չի կարող դա անել Ադրբեջանում։ Իդեպ ասեմ, ձեր այս հայտարարությունը լայն արձագանք գտավ նաև արտերկրում, մասնավորապես ռուսական լրատվամիջոցները, այև հատկապես քաղաքական շրջանակները այդ ամենին արժանի գնահատական տվեցին, ասելով, որ դա իսկապես քաղաքականապես բալանսավորված, այսպես լավ պատասխան էր։ Ես ճիշտ ասած չգիտեի համաձայնությունը, որ իմ ասած արտահայտությունը կարծիքը քննարկման է ենթարկել Ռուսաստանի դաշտում, դա բնական է, դա եթե նախնայեք, պարոն Ղուկասյան ջան, աշխարհում ցես պետություն գոյություն չունի, ում տարածքը շինեն Քերվանսարան, ում անունով ուզում այդ միջանցքը կոչվի, ուզում է, չգիտեմ, Պամելա Անդերսոնի անունով կոչվի, ուզում է Ռաջիվա Գանդիի անունով կոչվի։ Իմ պետության տարածքը դուք վերցնում եք շինում եք Քերվանսարը, ով ոնց ուզենա անսի դառնա, ոչ ցուգեն, ոչ վեկալեն, ոչ տնեն։ Ես էլ չեմ տեսել։ Ու ասեք առասարակ նորմալ չի։ Եթե ինչ-որ մեկը, դա լինի Ադրբեջան, դա լինի Թուրքիա, դա կտնում է նորմալ, ուրեմն սիրելիներս նույն էտիկի միջանց դուք պիտի ինստակ։ Դուք պիտի ինստակ, կոնկրետ այդ միջանց ուզում է բանը, Ալիևը և միացյալ նահանգների նախագահ, ասում իմ անունով պիտի մի խնդրեն։ Նույնանման միջանցքեր ես եմ ուզում Ադրբեջանից, առանց իմ քաղաքացիներին կանգնացնելու պրոցեսի, ես պիտի անարգել ճանապարհանամ դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Այդ միջանցքը թոքորչի Մելանիա Թրամփի անունով, ինչ է եղել։ Ես ոչ ոք չտենեմ, պաշարստը, ոչ իրանք են մտնում հլն, նույնիսկ պիտի ես մտնեմ հլն, տենամ Ադրբեջանի կառավարությունը դա նորմալ է տենում։ Ես այսօր համոզված եմ, որ ասեն ճանապարհները բացվելու են, չգիտեմ բացել լինել, որ մի հայ տղամարդը, հենց նույն է պերսոն, որը որ այդքան ադրբեջանամեծը, կվեկանի իր խանմ խաթն կնգան, կտնի իր ռոյս-ռոյսն ու բեթլին, ու կփորձի Ադրբեջանի տարածքով հանգիստ ուղևորվել դեպի Դաղստան։ Տենան կգնա, Ադրբեջանի ոստիկանները կբռնեն ռոյս-ռոյսի վրա, ռոյս-ռոյս կանեն, թե կնգան, թե իան, շատ հանգիստ։ Իսկ յակ ասեն մեկ են բծում, մենք ձեր մոցը պիտի գանք ասենք ու տարրանք, եմ որ ասում «Здравствуйте, приехали»։ Ուզում եք այդ ձևը, ես եմ դեց եմ ուզում։ Եթե առանց
Սսկողության ասել դառնալ լավ բան է, ուրեմն հայլյան նման ես եմ պահանջում ինքին Ադրբեջանից ճանապարհ տալին, ես պատրաստ եմ այն հայտարարում եմ, դու ամերիկացի կլսեն, այդ ճանապարհը կոչել Մելանիա Տրամփի անունով կամ ելով կանցրանց մոտ, Մարկո Ռուբիոյի անունով պատրաստ են կոչել։ Ինչու ոչ։ Եկեք ես Ադրբեջան ճանապարհ Ադրբեջանում, որ իմ քաղաքացիները, իմ բեռները, իմ ծիրանը, իմ կոնյակը, հայկական կոնյակը, ոչ թե բրենդին, իմ կոնյակը անցնի դեպի Ռուսաստանի տարածք առանց հսկողության։ Տեսնենք Ադրբեջանը կհամաձայն, եթե համաձայնվի, ես էլ եմ համաձայն, բայց չկա։ Ես իրանց էլի բայց մեզ ասել ոչ, դուք Ադրբեջանի տարածքով պիտի անցնեք պասպորտ կոնտրոլ, դուք պիտի անցնեք մաքսատուն, դուք պիտի անցնեք ես, դուք պիտի անցնեք, բայց իմ երկիրը չեք ուզում չնել հասարակացություն։ Ոնց ուզենա անցնի դառնա, անցնի դա, ում անորով ուզում է դա կոչ։ Ես ավտովին վաղը մեկ այլ իշխանություն փակելու այդ միջանցքը։ Փակելու է, բերելու է, տնելու է համապատասխան պագրանիչներին, ասի, դե հիմա անցեք տարեք, դենա ոնց եք ասել դառնան։ Ու խորհրդաց ունենալու ցանկացած պայմանագրի վրա։ Այդ պայմանագրի սորագողները պիտի դատվեն։ Հիմիկվանից ասում են, պիտի դատվեն բոլորին մարդիկ, ովքեր այդ միջանցքի պայմանագիրը ստորագրել են, եթե չկա հայլյան նման միջանցք Ադրբեջանի տարածքով կամ ինչու որ Թուրքիայի տարածքով այդ ճանապարհը մուսացեցի դեպի Սերտսով միջանցք եմ ուզում։ Դրանք թուրքերը կտան։ Չեն տա, Ադրբեջանը չի տա, ես ինչ գիտեմ այդ միջանցքը։ Եթե որոշակի ոչխարներ, ասում են չէ դա ճանապարհը, ոտերը կերել են, դա ճանապարհ չի։ Դա միջանցք է, դա պրախատնոյ դվոռա, որը անթույլատրելի է։ Պարոն Ղուկասյան, ուրիշ ինչ ունեք ավելացնելու։ Ուրիշ ավելացնելու մնացածը ես ունեմ հետևյալը նաև իմ հետ կապված ասելու, որ նորից եւ նորից կրկնում եմ, որ Նաջարյանը պաշտպանել է, ամերիկյան կառավարությունը անում է հնարավորինս անհնարին է, որպեսզի Վարդան Ղուկասյանը դուրս չգա Միացյալ Նահանգների տարածքից, ոչ մի կերպ այն դες կողմից բերված պետությունները, առնվազն 3 պետությունից մենք հրավեր ենք ներկայացել լրիվ օրինական, որ պատրաստ են ընդունելու Վարդան Ղուկասյանին, տրամադրելու քաղաքական ապաստան, խնդրեմ թողեք այս մարդը դուրս գա, ոչ թույլ չեն տալի Նաջարյանը պաշտպանել է, որովհետև հասկանում են Վարդան Ղուկասյանի վտանգը տարածաշրջանի համար, ոչ թե վատով, այլ լավով, ուրիշ հարց, երբ որ ստեղ գոյություն X շինովնիկ, ում բերել են, հիմա չգիտեմ, փող են տվել, հետույք են տվել, ոսկի են տվել, ինչ են տվել, Վարդան Ղուկասյանին առևանգին բերին գցին բանտ։ Ու հիմա իրաց նպատակին ուզում են հասնել։ Իհարկե այդ փող ոսկի տվողները դա Հայաստանի կառավարությունը չի, Հայաստանը շատ որ ասում է թուլա է, որ կանա տենց հարցեր լուծի, դեպի միանշանակ ավելի մեծ հզոր հարևաններից մեկն է, այն կարմիր դրոշով, լուսինը վրեն, դա է արել եւ իսկ փոքրիկ բարեկամը։ Ու հիմա չէին նախատեսել, չէին ծրագրավորի, որ հնարավոր է, որ Վարդան Ղուկասյանը Ադրբեջան որոշում է կասեցի լքեմ Ամերիկա, ես ուզում եմ լքեմ, դուք տվեք լքեմ։ Մենք ուզում ենք այդ հանգերեկից աղբեր։ Հիմա ասում են չէ, չպետք այս վիճակն է, որի շուրջ հիմա մենք նորից վիճակում ենք, դատական պրոցեսների քաշշտերի մեջ ենք, գնդակը հիմա նորից նրանց դաշտում է, այսպես ասած, բայց ես վստահ եմ, որ պիտի հանգուցալուծում ստանալ, չի կարող չստանալ հանգուցալուծում։ Ուղղակի չի կարող, կա դատարանի վերջեր, մենք էլ ասում ենք, եղբայր վերջերը կասում գնամ ենք էլ էցնենք, բաց գնամ ենք։ Հիմա ձգում են, ինչքան կձգեն, չգիտեմ, բայց չի կարող տևել ամիսներ։ Դա էլ ասեմ, որ ժողովուրդը հանգիստ լինի, Վարդան Ղուկասյանը, այսինքն մենք կմասնակցենք ընտրություններին, ինչ գնով էլ ուզում եմ որ լինի, նորմալ կազմով, հենց մուրազները պրոզետ են մնալու։ Պարոն Ղուկասյան, իհարկե շնորհակալ եմ այսօրվա այս կապի համար, հույս ունեմ, որ մեր մշտական երկխոսությունը ձեզ հետ կշարունակվի եւ ամենակարևորը դուք մեզ հետ կապի մեջ լինելով կտեղեկացնենք այն ամեն կարևորի հետ, ինչը կապված է ձեր կուսակցության, ձեր անձի հետ։ Ուզում եմ իսկապես շնորհակալություն հայտնել հերթական ուղիղ կապի համար եւ մաղթել ձեզ ամենայն բարին։ Սիրելի բարեկամներ, իսկ մենք պիտի ասեմ, որ հերթական անգամ ուղիղ կապով զրուցում էինք դուք կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ, առաջիկայում եւս սպասեք այդ միացումներին։ Այսօր այսքանը, ցտեսություն։